Պատասխանատվության ենթարկվել է պարոն Փաշինյան Ալվինա Զաքարյանը կեղծ տեղեկանքի համար, թե վաղեմության ժամկետն է վրա եկել, հա? Հա, հետո ինչ որ 98 եւ ինչ է 23 թվին այդ գրասենյակը տվել է կեղծ տեղեկանք Քոչարյան Ռոբերտ կոչվածին։ Դրա այդ տեղեկանքի տալու կեղծ փաստաթուղթ կեղծելու մասին է խոսքը։ Հասկացանք վաղեմության ժամկետը անցել է։ Քրեական գործ հարուցվել է, թե չի հարուցվել։ Որ հարուցվել է վաղեմության ժամկետի հիմքով, ոչ արդարացման հիմքով, կարճվել է այդ գործը, թե ինչու՞ չէ։ Ինչու։ Դիմենք իշխանություններին, պարոն Փաշինյան եւ քաղաքացիական պայմանագրի անդամներ, դիմենք իշխանություններին, կմիանաք մեր ստորագրահավաքին։ Դիմենք, խնդրենք կեղծ տեղեկանք տալու համար պատասխանատվության կեղծ տեղեկանքը տանել ներկայացնելու համար։ Այդում պիտի վերաբերվի Քոչարյանը, որ այդ կեղծ տեղեկանքը տանում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 անգամ։ Խաբար չէր, որ այդ այսինքն կեղծ փաստաթուղթ է տարել դեմ տվել այնտեղ։ Հարգելի պարոն Փաշինյան եւ հարակից ընկերներ եւ ընկերուհիներ, ում դիմենք արդարություն սահմանելու համար մեր երկրում, թե ասենք, թե քանի որ բոլորը գիտեն, ուրեմն ժողովուրդը արդար որոշում կկայացնի։ Այն օրը նախարարներից մեկը ինձ ասաց. քանի որ ժողովուրդը տեղյակ է, ժողովուրդը արդար որոշում կկայացնի։ 260 քանի հազարը որ Քոչարյան Ռոբերտին ցեն էր տվել անցած ընտրություններին, տեղյակ չէր երևի, հա, ճիշտ հասկացա ես։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։